Անուշ դուք ինչ եք վերցնում Տիգին Գոհարի գիտելիքներից, փորձառությունից, ինչն է, որ եթե իր օգնությունը չլիներ, դժվար կողմնորոշվեիք, փաստաթղթաշրջանառությունը, որ բոլոր դեպքերում ձանձրալի մի բան է, բացի դրանից, ինչ մի բան կա, առանցքային կա մի քանի բան, որ տեսնում եք, որ արդեն ձեր գործունեության հիմքը դարձավ, կամ ինչ որ մի բան, որ հենց հաստատապես այստեղից եկավ։ Մենք շատ հետաքրքիր կամուրջ ենք նոր եւ հին սերնդի միջև։ Տիկին Գոհարը միակ թոշակառու աշխատակիցը չէ, եւ ունենք նաեւ շատ երիտասարդ կադրեր, նաեւ հաշվի առնենք այս սերունդի փոքրիկների, ներկայությունը մեր կյանքում 3 սերունդ փաստորեն։ Այո, եւ մենք ունենք շատ հետաքրքիր կամուրջ, որտեղ կարծում եմ բոլորը երջանիկ են, եւ այս կամուրջի շրջանակներում բոլորս ենք իրար հաղորդում եւ գիտելիք, եւ փորձառություն, եւ սեր, եւ հարգանք, եւ Տիկին Գոհարը մեր Երազանք մանուկների ակադեմիայի սեր կամուրջի մի անբաժան մասնիկն է։ Այո, մենք վերցնում ենք եւ մենք տալիս ենք սեր եւ հարգանք եւ վերցնում ենք փորձառություն։ Հրաշալի։ Իսկ առաջիկայի համար ինչ պլաններ ունեք։ Առաջիկայում մեր այսպես շատ մեզ ուրախացրած եւ գովելի պլաններից մեկը մեր մասնաճյուղերի շատացումն է, այսինքն երազանքը տարածվում է, որովհետեւ կարիքը կա։ Նախկինում եղել են շատ, որ չենք կարողացել երեխաներ ընդունել, որովհետեւ տեղը քիչ է եղել, իրականում քիչ չէ, բայց միևնույնն է էլի քիչ է։ Այս պահին հնարավորություն ենք ընձեռում մեր բոլոր մանուկներին, ովքեր հերթագրված են եւ ովքեր չեն կարողացել այս մասնաճյուղում տեղավորվել, որպեսզի արդեն միանան մեզ նոր մասնաճյուղում, որը Երազ թաղամասում է, Երազ թաղամասը մեր սկիզբն է եղել եւ մենք վերադառնում ենք նորից այնտեղ եւ սա պետք է շարունակական լինի, այլ թաղամասներում մեզ նույնպես սպասում են շատ բալիկներ։ Տիկին Գոհար, եթե համեմատելու լինեք պետական մանկապարտեզներում ձեր ունեցած փորձը այսօր տիրող իրավիճակը, վստահ եմ, որ դուք ընդհանուր առմամբ ընդհանուր գծերով տեղյակ եք եւ այն ինչ որ կատարվում մասնավոր մանկապարտեզում համեմատելու լինեք, էական են տարբերությունները եւ որոնք են այդ տարբերությունները։ Այս պարտեզը եւ պետականը որ համեմատում եմ, սարերցորի տարբերություն կա։ Այդ տարբերությունների մասին ասեք եւ առավելությունների եւ թերությունների։ Տարբերություն նրանով որ ամեն ինչ անհրաժեշտ այսօրվա համար, այսօրվա երեխաներին ունենք, ստեղծել է Սիրելանուշը, իսկ պետականում այդ ֆինանսը չկար, որ մենք ունենայինք դաստիարակը բացանցենք այս խաղալիքները, մյուս օր ուսումնամեթոդական նյութերը եւ ուսումնամեթոդական եւ դիդակտիկ նյութերը, ամեն ինչը, այդպիսի բան չկա, որ դաստիարակն ուզի կամ առանց ուզելու, մի անգամից ձեռք է բերվում, իսկ պետական ժամանակ ֆինանսը այսքան էին տալիս ու չենք տեղավորվում։ Ես չգիտեմ, ես այնտեղ աշխատել եմ, բայց զարմանում եմ ոնց եմ այնտեղ աշխատել։ Եստեղ ուրիշ, արդեն ուրիշ է։ Բայց ասեմ, ուրիշ մանկապարտեզներ կան մասնավոր, որ այդ հնարավորությունները չունեն։ Ոչ թե չունենալ չեն անում։ Տնօրենն ասում է չափորոշիչ ինչ է։ Ես այդտեղ որտեղ ոնց կաշխատեի։ Նոր երեխաների հետ հին մեթոդները, որոնք են այն հիմնական ուղենշային մոտեցումները, որ ցանկացած ծնող եւ ընդհանրապես մանկավարժ մասնագետ լավ կլինի, որ կիրառի 21-րդ դարի երեխաների հանդեպ, որ յուրաքանչյուրը, ինչպես արդեն ասացիք, իրենց ասացի են, իրենց կարծիքն ու մոտեցումն են ամեն ինչի հանդեպ։ Լրիվ անհատական է, յուրաքանչյուր երեխայի պետք է մոտենալ յուրովի, որովհետեւ ընդհանուրով չի լինի, անհատական աշխատանք պետք է տարվի յուրաքանչյուր երեխայի հետ, որ արդյունքի հասնես, որտեղ այսօրվա երեխաները առաջվա երեխաների չեն։ Ու հատկապես մեր մանկապարտեզի երեխաները, նրանք գալիս են անգլերեն են խոսում, նրանք խոսում են Կիպրոսից ու չգիտեմ որտեղից, պետականի հետ համատելու չի։ Մանկավարժը պիտի հասկանալի լինի երեխային, չէ՞, երբեմն ասում են, որ երբեմն երեխաները որոշ դեպքերում գուցե որոշ ոլորտների վերաբերել ավելին գիտեն, քան դասարակները։ Շատ մեթոդներ կան նոր, որ ես տեղյակ չեմ, ու մեր դասարակներն օգտագործում են, ու ես կողքից տեսնում եմ, ես էլ եմ սովորում, ու շատ լավ մեթոդներ են, նոր մեթոդներ են, նոր դասընթացներ են գնացել, նոր իրենք արդեն տեղայնացնում են պարտեզում, ես այդ մեթոդները չեմ իմացել, որ
շատ լավ մեթոդներ են։ Եթե համեմատելու եք այն հինը ինստիտուցիոնալը, որ Տիկին Գոհարն է կրում ու բերել է ձեզ եւ այն ինչ որ նոր է ձեր աշխատակիցների համար, երբ որ գնում վերապատրաստումների, այ որտեղ եք գտնում այդ լավ այդ սիմբիոզը երկուսի հնի նորի։ Ես ամեն դեպքում միշտ նորն եմ ողջունում, որովհետեւ հներն անցան ամեն բան նոր է եւ պետք է նորը իր հետ բերի շատ հնարավորություններ, որը մենք տեսնում ենք ողջ աշխարհը արագ առաջ է ընթանում։ Այսօր մենք հնից չեմ կարող ասել ինչն ենք գործածում, երևի թե թղթաբանության շրջանակներում։ Իսկ նորի հետ կապված կարող եմ ասել, որ միջազգային զարգացած երկրների փորձը անպայման ուսումնասիրվում է, մեթոդները անպայման ուսումնասիրվում են։ Փառք Աստծո, այսօր այդքան էլ կարևոր չի, որ դու ֆիզիկապես ինչ-որ տեղներ կա լինես, եւ դու կարող ես մեկ ակնթարթում հայտնվել այլ երկրում եւ ուսումնասիրել այլ մանկապարտեզների փորձառությունը։ Եվ մենք դիտարկում ենք նորը եւ բարին պարտադիր, հա, եթե նորը բարի է, եթե նորն էլ ռիսկեր ունի մարտահրավերներ։ Այո, եթե նորը չի խախտի մեր հայ երեխայի դաստիարակությունը, արժե համակարգը եւ հակառակը կօգնի երեխայի զարգացմանը, ազատ մտածելակերպին, ստեղծագործական մտքի զարգացմանը, ապա այդ նորը գալիս է մեր մանկապարտեզ։ Իսկ եթե այդ նորը ինչ որ փոքրիկ անգամ թաքնված վտանգ է ունենում, ապա երբեք չի գա Երազանք մանուկների ակադեմիա, որովհետև մենք ինքներս էլ շատ հայ ենք, շատ հայեցի ենք, իր բոլոր պահպանողական այդպես կանոններով։ Միշտ մանկավարժների դեպքում պետական եւ սեփական երեխաների այս պահն է լինում, տարբերությունները ձեր անհատական փորձն էլ ասեք։ Ես 5 զավակներ ունեմ, 3-ն արդեն մեծ են, իսկ 2-ը տարիներ առաջ ավարտել են Երազանք մանուկների ակադեմիա նախակրթարանը։ Ինչ խոսք, դժվար է ծնողին լինել մեկ վայրում, որտեղ երեխան դիտում է ծնողին որպես ոչ թե մայրիկ, այլ որպես հաստատության հիմնադիր, եւ այստեղ իրենք ահագին խնդիրներ ունեցան։ Տանը դիտարկել ինձ որպես մայր, իսկ աշխատանքի վայրում որպես տնօրեն, ահագին խանգարեց իրականում դաստիարակության ընթացքին, բայց փառք Աստծո, բոլոր խնդիրները հաղթահարելի են։ Եվ մենք էլ հաղթահարել ենք, հիմա նրանք դպրոց են հաճախում, արդեն ես շատ ազատ եմ, ավելի ինձ գում, որ իմ երեխաները մեր կառույցում չեն։ Ինչ վերաբերում է պետական, սեփական երեխաներին, իմ սրտում սերը հավասարաչափ բաշխված է բոլոր բալիկներին։ Ես մտածում եմ, որ իմ երեխաներն էլ իմը չեն։ Ուղղակի Աստված մի որոշ ժամանակով վստահել է, որպեսզի ես նրանց մեծացնեմ, թևեր տամ, կրթեմ, ինչքանով որ կարող եմ։ Ճանապարհ ցույց տամ։ Եվ նույնպես այն փոքրիկները, որ մեր հաստատությունում են, նրանք որոշ ժամանակով վստահված են մեզ, որպեսզի մենք նրանց սիրենք, մեծացնենք, առողջ մեծացնենք, հոգեպես եւ ֆիզիկապես առողջ սերունդ մեծացնենք։ Դա մեր վաղվա օրն է։ Մեր այսօրվա սերունդը մեր վաղվա օրն է։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլորը մեծանան երջանիկ եւ առողջ։